մեզ բաժին ընկավ բախտը մեր դաժան Թուրքին դեմ տվին հող պավենական Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության լուսավոր օրերից էր 33 տարի առաջ այս օրը մեկնարկեց հարսանիք լեռներում օպերացիան Մայիսի 9-ի լուսաբացին պսակվելով Շուշիի ազատագրմամբ Թշնամուն լրացնելու համար միանգամից 4 ուղղությամբ ծրագրված գործողությունները ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը Գրոհի արևելյան ուղղության ղեկավարն էր Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, հյուսիսային Ստեփանակերտ Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիչյանն էր, հյուսիսարևմտյանինը Սեյրան Օհանյանը, Յուրի Հովհաննիսյանը ղեկավարում էր 26-ի հենակետի պահեստազորի ռազմական գործողությունը, հարավային կամ Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր։ Շուշին այսօր օկուպացված է։ Ադրբեջանը անում է հնարավորը հայկական Բերդաքաղաքից հայկական հետքերը մաքրելու ուղղությամբ։ Շուշիի ազատագրման օրը երկրապահներն ու քաղաքական գործիչներն այցելել են Եռաբլուր։ Արցախը ուրկորսել է, ես ուրեմն ելել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից։ Ինչև այսօր էլ ես իմ գործն եմ անում։ Արցախը ով է կորցրել, գնա իրան ասա։ Դուք ավելի մոտ եք դրա համար եմ ասում։ Մոտ եմ, ես այդ տականքներից չեմ էլ ուզում, զզվում եմ իրանցից։ Ով է կորցրել։ Ով է կորցրել։ Չտեսակ ով կորցրեց։ Չտեսակ ինչ արին։ Դե Փաշինյանի ժամանակը դուք ասեք, պարոն Միքայելյան, ում եք ուղում սլակ։ Միշտ անես ուրիշ դաշ։ Երիքա, հավատանեմ, երիքա։ Մենք պրոբլեմների մեջ ենք ազգովի։ Մի քանդեք ամեն ինչ, առանց հետ էլ քարուքան դեղացա։ Համախմբեք։ Մատ համախմբա, ես իմ գործնեության, եթե թերացում կա, ասա պարոն Միքայելյան, դու այս բանը սխալ ես արել։ Դուք ինչ եք անում, որ համախմբեք, կոնկրետ հիմա ասեք ձեր Ամեն ինչ։ Օրինակ, Ամեն հավաքում եք ընդդիմություն, դիմություն, ասում եք, էսա մեր ռեսուրս։ Ես այսօր մեծ խնդիր եմ տենում մեր պետական սահմաններում, Շուշի դու կարաս գնաս, քելա իրար հետ։ Դուք էլ եք ասել եք իմ երազանքն է, գնամ էլի կյանքից։ Եթե դու այդպես որոշեք, հեմի չեն գրակի, քելը կեթանք Շուշի։ Կարաս գաս։ Իսկ առաջնագծում կանգնածա մեր զինվորն ու երկրը։ Գնում էինք մենք առաջ։ Ադրբեջանը մի ամիս է սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին գիշերային ժամերին որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով եւ հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով գրել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա մատնանշել է, որ ավանդույթի ուժով Ադրբեջանը խնածախի, խոզնավարի եւ այլ ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը։ Ազգային ժողովում արտույց կտրողներն ու ԱԱԾ պատվալով շանտաժանողները այս ամենն իհարկե կանտեսեն, որովհետեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում ծուր վզի, կռացածի ու հպատակվածի կարգավիճակ ունեն, իսկ դեբոշներն ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ է, ամփոփել է պատգամավորը։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նաև Արթուր Վանեցյանը եւ այլ նմանատիպ մարդիկ կօգնեն իշխող կուսակցությանը հաղթել առաջիկա ընտրություններում, ասել է Հայաստանի խորհրդանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա վստահ է, որ հենց այս անձինք հայտնվեն եթերում, իշխանությունների վարկանիշը կբարձրանա։ Օրենսդիրի ղեկավարը մատնանշել է ԿՊ-ի քաղաքական ամոթի պատճառները։ Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հլևոր, որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը հենա, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի, այսինքն որ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնացնի եւ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կարանք մեր գեներալները ախրանիկներով եւ տաներով ման գան։ Մենք կարանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բան, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո, ամոթա, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խապկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեղ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան, բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այ ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ է խոսում, ասում ենք, ես ինչի մասին է խոսում, իրան տալի են Ղարաբաղի հարցով են դատում։
Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել ու հայ ժողովրդին այդ է մեր ամոթը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխության 7-րդ տարեդարձին նվիրված կարճ տեսանյութ հրապարակել ըստ նրա, եթե ուզում ես վերափոխել աշխարհը, պետք է վերափոխես ինքդ քեզ։ Եթե մենք ուզում ենք վերափոխել աշխարհը, պետք է վերափոխենք ինքներս մեզ։ Ինքդ քեզ վերափոխելու ճանապարհը կրթությունն է, եթե ուզում ես վերափոխել երկիրը, պետք է փոխես ինքներս մեզ։ Մեզ հիմա շատ մարդիկ կան, ասում են, արա այս հեղափոխություն արինք, այս երկիրը չի փոխվել։ Բայց Սերժի տարած Նիկոլին բերեցին, երկիրը չի չփոխվեց։ Որովհետև այո, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև ուզում ես վերափոխել երկիրը, ոչ միայն վարչապետին պետք է փոխես, դու քեզ հետ պետք է փոխես։ Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում, քաղաքական գնահատականներ չի տալիս, այս մասին մայիսի 8-ին ազգային ժողովի նիստում հայտնել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազության 24 թվականի գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, 3 խորհրդանում Հայաստանի վարչապետ Փաշինյանի սադրիչ պահվածքի վերաբերյալ։ Վերջինս օրինակ սպառնացել է ընդդիմության ներկայացուցիչներին քշել ԱԱԾ նկողները։ Նա նաև անուղղակիորեն մեղադրել է ընդդիմությանը երրորդ երկրների օգտին լրտեսելու համար։ Գլխավոր դատախազը գերադասել է զերծ մնալ կառավարության ղեկավարի երեկվա պահվածքին գնահատական տալուց։ Մասնավորապես ընդդիմադիր Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խնդրել է մեկնաբանել վարչապետի պահվածքը եւ տալ նրան համապատասխան իրավական գնահատական։ Սակայն գլխավոր դատախազը մի քանի անգամ շեշտել է, որ քաղաքական հայտարարություններ անելու մտադրություն չունի։ Հարգելի նախագահություն, քաղաքական ելույթին պատասխան չունեմ։ Հարավային Կովկասի երկրներից դատական համակարգի առումով ամենադժվար վիճակը Ադրբեջանում է Եվրոպական դատավորների միության Երևանում կայացած տարեկան հանդիպմանը միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է որոշ թվեր հիմնված ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցների եւ ՄԻԵԴ-ի որոշումների վրա։ Ադրբեջանում իրավիճակն առավել անմխիթար է, որտեղ դատարանները իշխանությունների կողմից օգտագործվում են որպես ճնշման գործիք։ Որոշումները կայացվում են կորզված խոստովանությունների հիման վրա, իսկ լրատվամիջոցներն ու ընդդիմությունը ենթարկվում են հետապնդումների։ Դատավարությունները վերջին տարիներին հատկապես կոնֆլիկտային զոնայում ներգրավված երկրների պարագայում օգտագործվում են որպես ատելության գեներացման գործոններ։ Մենք այս երևույթը դիտարկում ենք հայ-ադրբեջանական փոխհարաբերություններում, ես ինքս ներկայացնում եմ նաև ռազմագերիների շահեր մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այս պահին Ադրբեջանում գտնվում են 23 հայեր, որոնցից 16-ը մաս են դառնում դատավարությունների, եւ այս դատավարություններում սահմանափակված է որևէ միջազգային ներգրավվածություն, անկախ դիտորդները զրկված են ուղղակի դատարանում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորությունից։ Մենք ունենք նաև արձանագրված դեպքեր, երբ միջազգային դիվանագիտական ներկայացությունների կառույցների աշխատակիցներին եւս արգելել են ներկա գտնվել դատական նիստերին, իսկ առանձին նախաձեռնությունների պարագայում դիտորդները ենթարկվել են ընդհուպ մինչև հետապնդումների։ Բացի այն, որ արգելափակվել է նրանց մուտքը դատական նիստերի դահլիճ, նրանք հետագայում լրացուցիչ հարցաքննվել են, պահանջ է ներկայացվել հրատապ լքել երկիրը, ընդ որում հարցաքննությունների առարկա է եղել, թե ով է պատվիրել մոնիտորինգի ենթարկել այդ դատավարությունները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա մասնակցելու հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Բաքվից դա բացատրել են, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին երկրում։ Այցի չեղարկումը տեղի ունենում Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում նոր լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել էր Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը վերջինի հակառուսական եւ ռուսաստիաց հայտարարությունների պատճառով։ Նույնիսկ Մոսկվայի եւ համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն էր Բաքվում Ալիևին անձամբ Պուտինի հրավերը փոխանցելու առաքելությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով մայիսի 8-ը հռչակվում է երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում ասվում է, որ այս օրը ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրքեմատություն բոլոր նրանց, ովքեր զոհվել են եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը Ամերիկայի եւ աշխարհի անվտանգության, բարգավաճման եւ ազատության պահպանմանը։
Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ եվրոպական անվտանգության, նաև եվրատլանտյան հարաբերությունների ամենամեծ սպառնալիքը։ Գերմանիայի նորընտիր կանցլերը հավելել է, որ զսպման եվրոպական համակարգն ու պաշտպանունակությունը պետք է օպերատիվ կերպով ամրապնդվեն։ Եմենի Անսար ալլահ շարժման հութի ապստամբների հարձակումները Իսրայելի տարածքի վրա ծանր հետևանքներ կունենան նրանց եւ Իրանի համար նախազգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Պաշտոնյան նայած զգուշացնում է Իրանի ղեկավարությանը, որ ֆինանսավորում, զինում եւ վերահսկում է հութիների ահաբեկչական կազմակերպությունը, պրոքսի կառավարման համակարգն ավարտված է եւ չարիքի առանցքը փլուզվել է, իսկ Իրանի ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում հութիների հարձակումների համար։ Թել Ավիվը հիշեցրել է Բեյրութում Հեզբոլահի, Գազայում Համասի, Դամասկոսում Ասադի եւ Եմենում հութիների հետ իրենց իրականացրած ծրագրերը եւ շեշտել, որ նույնը կանեն եմենցիների հետ Թեհրանում։ Պակիստանի արևելյան Լահոր քաղաքում պայթյուն է եղել Հնդկաստանը նախ օրերին մի քանի հարվածեր հասցրել երկրի մի քանի օբյեկտների։ Վերջին պայթյունի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։ ԶԼՄ-ների հաղորդմամբ հնդկա-պակիստանյան միջազգային սահմանի շրջակայքում դպրոցները փակվել են։ Չեն գործում նաև Հնդկաստանի ավելի քան 20 օդանավականներ, ավելի քան 400 չվերթ է չեղարկվել։ Պակիստանը պնդում է, որ առնվազն 31 քաղաքացիական մարդ է սպանվել, մոտ 50-ը վիրավորվել են հարվածների եւ դրանց հաջորդած միջսահմանային գնդակոծումների հետևանքով։ Հնդկաստանն իր հերթին պնդում է, որ 13 քաղաքացիական անձ է զոհվել, 43-ը վիրավորվել։ Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերությունները լարված են եղել 1947 թվականից Բրիտանիայից անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Այդ երկրները 3 պատերազմ են մղել, որոնցից 2-ը Քաշմիրի պատճառով։ Այս անգամ էլ լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո։ Հնդկաստանը հարձակման համար մեղադրել է Պակիստանում տեղակայված զինյալներին, Իսլամաբադը հերքել է իր մասնակցությունը։ Վատիկանում Սիքստինյան կապելայի ծխնելուցից երկրորդ անգամ սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ կարդինալների կոնկլավը կրկին քվեարկել է, բայց նոր Հռոմի պապ չի ընտրվել։ Մայիսի 7-ին Վատիկանի Սիքստինյան կապելայում մեկնարկել է նոր Հռոմի պապի ընտրության քվեարկությունը, կոնկլավը, որն ընթանում է փակ դռների հետևում խիստ գաղտնիության պայմաններում եւ կարող է օրեր տևել։ Քվեարկության ավարտի մասին կհայտարարվի կապելայի ծխնելուցից բարձրացող ծխի միջոցով, եթե այն սև լինի, ապա համայն կաթոլիկների նոր պոնտիֆիկոսը դեռ չի ընտրվել, իսկ սպիտակ ծուխը կնշանակի, որ պապն ընտրված է։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 2/3-ը, եթե կվորում չկա, ծխնելուցից սև ծուխ է դուրս գալիս։ Աշխարհն իմանում է ով է դառնալու նոր պոնտիֆիկոսը, երբ ընտրված կարդինալը դուրս է գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ ողջունելու հավատացյալներին։ Միևնույն ժամանակ նա հայտարարում է իր ընտրած անունը պապականության համար։ Ամեն օր նախատեսված է 4 քվեարկություն, 2-ն առավոտյան, 2-ը կեսօրից հետո։ Ադրբեջանի Գուսարի շրջանում 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն գրանցվել է տեղական ժամանակով կեսգիշերն անց, օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Սեմնան նահանգի Զամանաբադ քաղաքում, օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։